համար, որովհետև պաշտոն, որովհետև չեմ աշխատում, բայց խումբ ենք ստեղծել մեր ընկերների հետ, քաղաքի համար գործեր ենք անում, սկսած մաքրությունից, կանաչապատումից, մինչև նստարաններ տեղադրել, հուշարձաններ ռեստավրացնել։ Ասած կլինեք, այն մաման այգի է ստեղծել մի հատ շատ լավ, արդեն 5 տարի է այդ այգու վրա մամային էլ եք տեսել։ Ամեն անգամ ծաղիկը դուք ներկայացնում։ Ու մաման բանը ես ստիպեցի, որ մաման բլոգ վարի, մաման ամաչում էր բլոգ վարել։ Այդպես էլ ասում եք։ Ու նպատակը ինչն էր, որ սերմանենք մեր սիրելի ժողովուրդը, սիրի ծաղիկը, սովորի շատ մարդ սիրում է, բայց չի հասկանում ոնց կարելի աճացնել, բազմացնել, շատ մարդ գումար չունի առնել, մաման սովորացնում է, որ փողոցով անցնելուց այս սերմը կարակ փոկեք, տանեք ձեր մոտ, աճեցնեք, որ լավ բուսականություն, սիրուն այգի ունենալու համար, խնամված տարածք ունենալու համար պետք չի լիքը գրպաններ, պետքա ցանկություն։ Ամենամեծը դա ցանկությունն է, որովհետև այսօր կան դպրոցներ, օրինակ ես նաև մի քանի դպրոցների կանաչապատմամբ եմ զբաղվել մինչ այսօր, բան էլի, այդպես բարեգործական ընկերներից դիմել եմ, իրանք բույսեր նվիրել են, մենք միասին տնկել ենք երեխեքի հետ բան։ Հիմա իմ նպատակներից մեկն է, որ Երևան քաղաքի ցանկալի Հայաստանի, բայց քանի որ իմ պատկերացումները ու հնարավորությունները որ Երևան քաղաքն են, Երևան քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները լինեն կանաչապատ, լինեն կանաչով ողողված, որտեղ մեր քաղաքի հիմնական խնդիրը այսօր դա օդն է։ Եվ ինչը կարա ստիպի մեր երեխեքին վաղը մեծանան ու չուզենան ապրեն Երևանում, տարածված խաղաղությունը միշտ լինի։ Երկրորդ բանը դա լինելու այն, որ մենք հասկանանք, որ այստեղ ապրելով ավելի քիչ ենք ապրելու, քան որ գնանք Գերմանիայի օրինակ Մյունխեն քաղաք, երբ որ հասկանա երեխան, որ գնա Մյունխեն քաղաք ու հնարավորություն ունի գնալու, այնտեղ 10 տարի ավել է ապրելու, որտեղ այնտեղ օդը մաքուր է, մարդկանց շատ մասը մտածելու է, ինչու ապրեն այստեղ ավելի քիչ, քան այնտեղ։ Դրա համար մենք պետք է լուծենք մեր օդի խնդիրը, մեր մաքուր օդի խնդիրը, ու իմ պատկերացումով հիմա շատ ուրախ եմ, որ հյուրընկալել եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ տեսնում եմ, թե ինչ խնամքով ու ինչ հոգատարություն է էլի ներդրած տեղ, սա երևի չնայած ես շատ բան չգիտեի կաթահամալիրի մասին, քնարիկը մի քիչ գրել է, ես եմ մի քիչ մտել խորփրել, կարդացել եմ, շատ ուրախ եմ, որ ոնց հասկանում տենց սեղմ բյուջե ունենալով նման մեծ աշխատանք է տարվել, երևի բյուջե ու աշխատանք համեմատությամբ ինձ թվում է եզակին է, մինչ այժմ իմ տեսածներից, որ նման աշխատանք, նման բուսականություն, նման սերբնության հանդեպ, որ բանը որոշեն ասֆալտը քանդեն ու խոտ ցանեն, դա շատ բան է, մեր ժողովուրդը շատ է սիրում ասֆալտը, բանը, քարը, չոր ծառը, շատ ատում ծառը, մեր մարդիկ, գնում ես, բան ասում է, քաղաքապետարանը գնում է միտեղ բարեկարգելու, ասում է խնդրում եմ, էլի այս ծառերը վերացրեք, որ հանգիստ մեքենաները կանգնեն, շատ մարդիկ, էլի։ Մեր հավաքին իրենք եկել են, Էդուարդը իրեներով այլ եկել, Զակարկադերն չի եկել։ Ձերքով չեք կարա պատերին կարողանում ես ինգրապրան կպնես է։ Կպնես կանաչի։ Շատ լուրջ խշադություն դարձնում ես ամենը։ Հիմա էլ մեր ընկերներն ու կազմակերպները այստեղ կատարում են ֆուտբոլ Խաղում են ֆուտբոլ։ Հանդեցին, փողեցին։ Որպես անչային, բայց դա ֆոտո բացել